Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Հայաստան են վերադարձել 4 գերիներ, հայկական կողմն էլ Սիրիա է ուղարկել ՑՄՀ ազատազրկման դատապարտված 44-օրյա պատերազմի 2 վարձկաններին։ Թրամփի ուղին գործարկող ընկերության զգալի բաժնեմասը կլինի ամերիկյան 49 տարով։ Անկախ բաժնեմասերի չափից, մեծ, փոքր, շատ քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Առավոտյան հայտնաբերվել է զինծառայողի դի հրազենային վնասվածքով։ Իրանից նոր տվյալներ են ստացվում զոհերի մասին, 2600 սպանված, Թրամփը կրկին խոստանում է միջամտել։ Իրանի դեսպանը քննադատել է Հայաստանի իշխանություններին Երևանում իրանցիների ցույցերը թույլ տալու համար։ Մայրաթորը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում դատապարտել է վարչապետին միացած 10 եպիսկոպոսների գործողություններն ու բարձրաձայնել ճնշումների մասին։ Բաքվի բանտերից Հակարի կամրջով Հայաստան են վերադարձել 4 գերիներ, բոլորն էլ Ադրբեջանում էին հայտնվել պատերազմից հետո։ Երևանը սա որակում է հաստատված խաղաղության գործնական արդյունք, միաժամանակ հայտնելով, որ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիա են ուղարկվել ՑՄՀ ազատազրկման դատապարտված 2 սիրիացիների, որոնք 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ էին կռվում։ Եվս 19 հայեր դեռ մնում են Բաքվում։ Միշտ սպասել եմ լավ լուրի, անկեղծ ասած սպասել ենք, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասել ենք։ Ամենակարևորը, որ երեխեքերը հասել են այստեղ, թող աստվածային բոլոր գերիները կան հասել իրաց տները, ուրիշ ցանկություն ես չունեմ։ Ավելի քան 5 տարի Բաքվի բանտում անցկացրած Դավիթ Դավթյանի հայրը այսօր երեկոյան վերջապես կգրկի որդուն։ Ադրբեջանական բանտերից Երևան կհասնեն 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիվ Խաչատրյանը եւ Վիգեն Էուլջեքյանը։ Այս տեղեկությունը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը փոխանցեց։ Հայ գերիները Հակարիի կամրջով են Հայաստան մտել, դեռ Երևան չեն հասել։ Փաշինյանը նրանց առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալ էր ներկայացրել։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Զուգահեռ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հայ գերիների վերադարձի գործընթացը իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Վերադարձված 4 գերիներից 3-ը՝ Սուջյանը, Դավթյանը եւ Էուլջեքյանը, գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, նոյեմբերի 10-ին ու 11-ին Շուշի ուղևորվելիս, որ քաղաքն արդեն ադրբեջանական հսկողության տակ է, պաշտոնական Երևանը չէր հաղորդել անտեղյակ այս խաղաղ բնակիչներին, Ադրբեջանի իրավապահները քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ էին վերագրել լրտեսությունից մինչև ահաբեկչություն։ Իսկ Վագիվ Խաչատրյանը գերեվարվել էր հենց այն ճանապարհին, որով վերադարձավ Հայաստան, Հակարիի կամրջի վրա։ Դուստրը Վերա Խաչատրյանը բառեր է փնտրում ուրախությունն արտահայտելու համար։ Երջանիկ եմ, զգացողություններս փոխանցել հնարավոր չի, որ կցանկանամ բոլորի ընտանիքներում այս պահերը ապրեն, ովքեր որ չեն վերադարձել։ Իրականում համացանցից չեմ տեղեկացել, ընկերուհիս էր առաջինը կարծացել, հետո արդեն համացանցի մեջ ուշքի եկա, համացանցի մեջ էի խնդրում, ցանկանում էի բոլորի անունները տեսնել այնտեղ, բայց վստահ եմ, որ բոլորն էլ վերադառնալու են այդ ցանկությունից, որ բոլորը վերադառնան ու բոլորը ապրեն այն զգացողություններ են ապրումները, ինչ որ ես ու իմ ընտանիքը։ Վագիվ Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս կարմիր խաչի մեքենայով։ Բաքվի ուժայինները նրան իջեցրին մեքենայից ու տարան Մեշալիի ցեղասպանություն վերագրելու։ Վագիվ Խաչատրյանն այսօր նոր Քմարաշ բուժկենտրոն է տեղափոխվելու։ 2023-ի հուլիսին նախատեսված սրտի հրատապ միջամտությունը ի վերջո իրականացնելու։ Նրա վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ։ Բաքվի բանտից վերակենդանացված
իրականացման բաժանմունք էր տեղափոխվել։ Դուստրը պատմում է, միայն մի անգամ է կարողացել խոսել հետը, հույս տվել, որ տուն է գալու։ Ավելի շատ ես իրան հույս տալիս, ասում եմ, եթե հավատում ես, իմ անունը ինքն ա դրել, Վերա։ Ասում եմ, դու քո Վերային հավատում ես, քո դրածերային, ասում եմ, հա, դե ուրեմն շատ շուտով գալու ես գրկեցի։ Ինչի դիմաց են ազատ արձակվել 4 հայ գերիները։ Բաքվի բանտերում պահվող տասնյակ գերիներ մինչև այժմ հայրենադարձվել են քաղաքական տարբեր պայմանավորվածությունների շրջանակում։ Այսօր Արդարադատության նախարարությունը հաղորդեց Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ Յուսեֆ Ալաբետ Ալ-Հաջինն ու Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերինը։ Արցախցի զինվորականներն էին գերեվարել սիրիացի այս 2 վարձկաններին։ Հայաստանի իրավապահները պարզել էին 44-օրյայի ընթացքում այս վարձկաններին առաջարկվել էր $2000։ Նրանց նաև ամեն հայի համար $100 գլխագին էին խոստացել։ Որ այս վարձկաններին հայ գերիների հետ փոխանակելու հարցը քննարկվում է, դեռ 1 ամիս առաջ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր հայտնել։ Այն, որ գերիների վերադարձի ու այս վարձկանների վերաբերյալ հաղորդագրությունները առանձին են, ոչ մի կապ չունի, ասում է Սահակյանը։ Մենք դեռևս 2025 թվականի դեկտեմբերին խոսեցինք այն մասին, որ թուրքական որոշ շրջանակներ եւ սիրիական շրջանակներ հետաքրքրված են այս անձանցով, որոնք պահանջված անձինք են եւ մեծ արժեք են ներկայացնում հետաքրքրված շրջանակների կողմից եւ բանակցում են այս անձանց վերադարձը Սիրիա հայ ռազմագերիների վերադարձի դիմաց։ Այն, ինչ տեղի ունեցավ այժմ, իրավապաշտպանը համարում է անհամաչափ գործարք։ Հայաստանում պատիժ կրող վարձկանները հանցագործներ են, իսկ Բաքվի բանտերում պահվող հայերը ապօրինի էին այնտեղ։ Սիրանուշ Սահակյանը կարծում է, սիրիացի վարձկանների լծակը հայկական կողմը կարող էր ավելի արդյունավետ օգտագործել։ 2 վարձկանների հանձնման դիմաց հայկական կողմը գոնե տասնյակից ավել հայ բանտարկյալների պետք է կարողանար վերադարձնել։ Ադրբեջանական կողմը առողջական խնդիրներ ունեցող անձանց պատասխանատվությունը փոխանցեց հայկական կողմին։ Հայ գերիները ոչ թե մարդասիրական տրամաբանությամբ միջազգային իրավունքի հիման վրա են հայրենադարձվում, այլ գործարքների, շեշտում է Սիրանուշ Սահակյանը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն է ըստ նրա այս պահին գործարքի միակ առարկան։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվում է եւս 19 հայ գերի։ Իրավապաշտպանը ենթադրում է, բանտերից վերջինը դուրս կգան Արցախի ռազմական ու քաղաքական առաջնորդները։ 20 թվականի գերեվարվածներին ում առնչությամբ կան դատապարտման դատավճիռներ, որից հետո մենք ակնկալում ենք, որ հունվար-փետրվար ամիսներին կունենանք Ռուբեն Վարդանյանի եւ 15-ի գործով դատավճիռներ։ Այդ դատավճիռներից հետո իմ գնահատմամբ կհայրենադարձվեն 23 թվականի 8 հայերը, որոնք մարտական գործողությունների զոնայում էին հայտնվել եւ ամենավերջում իհարկե նախկին ղեկավարները, որոնց խնդիրը կարծում եմ ավելի բարդ է եւ մեծ շահարկումների չարաշահումների առարկա է դառնալու։ Առավոտյան զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարարությունը դեռ մանրամասներ չի հայտնում։ Մահվան հերթական դեպքը հաջորդում է նախարար Պապիկյանի երեկվա ասուլիսին, որտեղ հնչեցին դրական ցուցանիշներ։ Այսօր առավոտյան ժամը 9:50-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարարությունը մանրամասներ չի հաղորդում, ինչ հանգամանքներում է մահացել զինվորը, քանի տարեկան էր, ասելով միայն թե քննություն է ընթանում։ Սա այս տարվա առաջին ողբերգական լուրն էր բանակից։ Դեռ 3 նախարար Սուրեն Պապիկյանը վստահ խոսում էր շոշափելի արդյունքների մասին։ Ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ եւ սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը եւ դրա հետևանքով սպանությունների դեպքերին։ Ես պիտի արձանագրեմ, որ 2025 թվականին այդպիսի դեպքեր չեն արձանագրվել։ Նախարարը միայն ավելի ուշ լրագրողների ճշտող հարցերին պատասխանելիս խմբագրեց իր այս հայտարարությունը։ 2025-ին զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։
Նախորդ տարվա 6 մահվան դեպքերից 2-ը ըստ Պապիկյանի ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու դեպքերն են եղել։ 1 կայծակնահարություն, 1 հոսանքահարման, մյուս 2-ը առողջական խնդիրների պատճառով։ Իդեպ, անցած տարվա վերջին ողբերգական հաղորդագրությունը մի քանի շաբաթ առաջ տարածվեց։ Ժամկետային զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին հայտնաբերել։ Իրավապահները հայտնեցին, թե նա իրեն ամրացված զենքից կրակել է գլխին։ Սպանություն, այսինքն երբ մարդուն սպանում է, ես նույնիսկ դրա մասին խոսեցի։ Ի ուրախություն մեզ տեղի չի ունեցել։ Կարծում եմ դուք էլ եք դրանից ուրախանում։ Մեր ուսումնասիրությունների համաձայն առնվազն 2 դեպք կազմակերպությունը 2025 թվականի ընթացքում արձանագրել է, որոնք սպանության հետևանք են։ Ու ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պայմաններում անցած տարի հունիսին մահացավ պայմանագրային զինծառայողը, նկատում է նախարարի երեկվա ասուլիսը լսած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը։ Երբ նախարարը նշեց, որ 2025 թվականին տեղի չեն ունեցել սպանության դեպքեր, ես միանգամից հիշեցի այս տարվա հունիսին տեղի ունեցած դեպքը, երբ պայմանագրային զինծառայողը, Աշխարհազորի պայմանագրային զինծառայողը ենթարկվել էր դաժան ծեծի վերադաս հրամանատարի կողմից, իհարկե դեպքը տեղի էր ունեցել Զորամասի տարածքից դուրս մեր ունեցած տվյալներով, ամեն դեպքում տեղի է ունեցել վերադաս հրամանատարի կողմից ենթակայի նկատմամբ բռնություն, որի հետևանքով զինծառայողը տեղափոխվելով հիվանդանոց մահացել է, այսինքն խոսել սպանությունների միջանձնային հարաբերությունների բացակայության պայմաններում սպանությունների բացակայության մասին դեռևս շատ վաղ է, քանի դեռ մենք գոնե թե առնվազն մեկ դեպք գոնե ունենք սպանության հետևանքով, չնայած քրեական գործը հարուցվել է ոչ սպանության հետևանքով, ամեն դեպքում տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների հետևանքով վեճ, կռիվ եւ արդյունքում զինծառայողը մահացել է։ Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ նախարարը թեպետ վերջում խոսեց ինքնասպանության դեպքերի մասին, սակայն շրջանցեց հանգամանքները։ Վերահսկողության բացակայության, զինծառայողների միջև միջանձնային հարաբերությունների ոչ առողջ հարաբերությունների առկայության պայմաններում է տեղի ունենում ինքնասպանության հասցնելու դեպքերը։ Մենք ցանկացած զինծառայողի մահվան դեպք դիտարկում ենք որպես լուրջ մարտահրավեր պաշտպանական գերատեսչության համար, որովհետև պետք է դեպքի հանգամանքները պարզեն, թե արդյոք եթե նույնիսկ զինծառայողը ինքնասպանություն է գործել Զորամասի տարածքից դուրս կամ ինչ-որ իր բնակարանում, ինչն է նրան դրդել այդ քայլին։ Այսինքն արդյոք զինվորական ծառայությունը որևէ կապ կարող էր ունենալ, որևէ ազդեցություն կարող էր ունենալ զինծառայողի կողմից նման քայլի դիմելու վրա, թե ոչ։ Թերևս նաև այս պատճառով իրավապաշտպանների եւ պաշտոնական թվերի միջև լուրջ հակասություններ են լինում, ու մինչ Պապիկյանը երեք հաշվում էր ծառայության հետ կապված 6 մահվան դեպք, իրավապաշտպանների վիճակագրությունը առնվազն 3 անգամ ավելին է, 19 դեպքի մասին են խոսում։ Ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այսօրվա ողբերգությունը։ Կան արդյոք կասկածյալներ, մեղադրյալներ։ Այս հարցերին պատասխաններ չկան։ Երեկ Վաշինգտոնում հրապարակվեց Թրամփի ուղու իրականացման ճանապարհային քարտեզը։ Ի հայտ են գալիս որոշ մանրամասներ, Երևանը 49 տարով ճանապարհի զարգացման հնարավորությունը կհանձնի կազմակերպությանը, որտեղ ամերիկյան կողմը զգալի մեծ 74%-ի չափաբաժին կունենա։ Կարծես որոշակի անում են ճանապարհի հսկման մեխանիզմները։ Շահեկան փաստաթուղթ թրիփ նախագծի հայ-ամերիկյան իրականացման շրջանակը սահմանող փաստաթղթի հրապարակումից հետո կարծիք հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։ Իսկ նրա ենթակաները, չնայած Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցքի բացման մասին պնդումներին, սոցցանցային գրառումով միջանցքի թեման փակված համարեցին։ Ավելի վաղ Արարատ Միրզոյանին հանդիպած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակ ընդգծել էր տարածաշրջանային ապաշրջափակմանն ուղղված այս նախագծում Հայաստանի ինքնիշխանության պահպանումը։ Թրիփ նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև, որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը թրիփում իրենց իրավունքների
եւ պարտականությունների շրջանակը սահմանեցին Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների ղեկավարների օգոստոսյան համատեղ հռչակագրից 5 ամիս անց։ Հայտարարության մեջ 13 անգամ ընդգծված է ճանապարհին Հայաստանի ինքնիշխանության պահպանումը։ Այդ թվում սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ Հայաստանի իրավազորությունը բացարձակ եւ անքննարկելի է որակվել։ Անցումը երկու բաղադրիչ կունենա՝ պատվիրակված ընկերության միջոցով փաստաթղթերի ստուգում, վճարների գանձում եւ այլն, եւ Հայաստանի պետական մարմինների ներգրավում։ Front office, back office, ընդունարան գրասենյակ միջազգային տերմինով են նկարագրել գործընթացը։ Front office-ի օպերատորները աջակցում են, նրանք չեն որոշում։ Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։ Հայաստանն ըստ փաստաթղթի կիրականացնի անվտանգության ապահովումը։ Մաքսավորն ու սահմանապահը զննում եւ ստուգում կիրականացնեն Հայաստանին կվերապահվի ենթակառուցվածքից եկամուտների գանձումը, հայաստանյան իրավական եւ դատական ընթացակարգերը կտարածվեն ողջ ենթակառուցվածքի վրա։ Բայց հայկական կողմը նաեւ ստուգումը դյուրացնելու քայլեր կձեռնարկի, օրինակ բեռները կստուգվեն ընտրողաբար, եթե ռիսկային լինեն, տարանցիկ ռեժիմ կլինի, որը կապահովի կնքված եւ հետագից ունեցող բեռի անցումը։ Փաստաթղթերը էլեկտրոնային կներկայացվեն ու կմշակվեն։ 3 ստորագրված փաստաթղթում մի կողմից նշվում է ինքնիշխանության հարգման, մյուս կողմից նաև Ադրբեջանի անխոչնդոտ կապը թվային գործիքներով դյուրացնելու մասին։ Արդյոք հայկական կողմն արդեն պատկերացում ունի ադրբեջանցիների անցման պայմանների մասին։ Նրանք հայ սահմանապահների հետ առնչվելու են, Ադրբեջանի նախագահն ավելի վաղ ասել էր, թե իրենք չպետք է մեջբերեմ հայ սահմանապահների երես տեսնել։ Ազատությունն այս հարցն էր ուղղել Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Որևէ ուրեմն սահմանային մաքսային որևէ այլ ինքնիշխան գործառույթ չի արտապատվիրակվելու ոչ միտեղ սահմանային եւ մաքսային մարմինների ներկայացուցիչները համապատասխան տեղերում մշտապես ներկայություն են ապահովելու, բոլոր տեղեր հասանելիություն են ունենալու եւ խոսեցինք front office, back office-ից, այսինքն կարծում եմ որ հարցի պատասխանը հնչել է արդեն։ Իսկ ահա Ադրբեջանով հայաստանցիների անցման պայմանները հայտնի չեն։ Ինչպես օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրում, հայ-ամերիկյան այս հայտարարության մեջ էլ խոսվում է Հայաստանի տարածքով անխոչնդոտ տարանցման, իսկ Հայաստանի համար միջազգային եւ ներպետական փոխադարձ առավելությունների մասին։ Հիմա հարցն այն է, թե ինչ ռեժիմ կընտրվի Ադրբեջանով հայաստանցիների անցման համար։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի հետ եւս բանակցություններ են լինելու։ Թրիփի կոնկրետ տեղը պետք է դեռ հստակեցվի։ Թրիփ զարգացման ընկերություն կհիմնադրվի։ Առաջին փուլում 49 տարով կառուցապատման իրավունք ստացող ընկերության վերահսկիչ բաժնեմասը 74%-ը Ամերիկայինն է լինելու, 26-ը Հայաստանինը։ Կողմերը ակնկալում են, որ համագործակցությունը կերկարաձգվի եւս 50 տարով։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարման մասնաբաժինը կդառնա 49%։ Ինչով է պայմանավորված այս համամասնությունը։ Նախկինում ակնարկներ կային հավասար տնօրինման մասին։ Գաղտնիք չի, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, քաղաքական աջակցության, քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների։ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով, դա կառուցապատման իրավունքն է, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է։ Հայաստանը հողօգտագործման, կառուցապատման իրավունքով կտա իր տարածքը։ Կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից, մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող։ Ակնկալվում է, որ թրիփ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը տեղի կունենա միայն երկու երկրների Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունների համաձայնությամբ։ Հայտարարության մեջ այսպիսի ձևակերպում կա, թե Երևանն ու Վաշինգտոնն ընդունում են, որ թրիփի հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով իրականություն կդառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Ու ինչ առաջընթաց կլինի հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ։ Միրզոյանը վստահեցնում էր, թե թրիփին Թուրքիայի ներգրավման հարց ամերիկացի գործընկերոջ հետ երեք չեն քննարկել։ Թե Գյումրի կարսը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Հետևաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս հապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով եւ ամերիկյան կողմի դա չենք քննարկել։ Այսինքն թրիփի շարունակության
Թրիփին Ռուսաստանի մասնակցության հնարավորություն եւս նախարարը չէր տեսնում։ Սյունիքում կառուցվելիք ենթակառուցվածքների ընդհանուր շրջանակը վերջին հայտարարության մեջ նկարագրված է. երկաթուղիներ, մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ։ Իսկ ահա ժամկետների մասով կոնկրետություն չկար։ Հուսով եմ, որ աշնան-սկիզբ, երևի չգիտեմ ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն ունենալ։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի հեղինակային սրտիկը կարծես պետական արարողակարգի մաս է դառնում։ Արտգործնախարարն էլ որոշեց Վաշինգտոնում իր առցանց ասուլիսը այդպես եզրափակել։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է եւ վերջում արդեն մոդայիկ դարձած ժեստը շնորհակալություն, ստեսություն։ Թեհրանն է շարունակ մտահոգություններ հնչեցնում Թրամփի ուղու վերաբերյալ կրոնական առաջնորդի ներկայացուցիչները կոշտ ձևակերպումներով, իսկ Իրանի դեսպանն այսօր ավելի շատ դժգոհել է, որ իրենց համար ոչ վստահելի երկիր Միացյալ Նահանգների հետ է գործ բռնել հարևան Հայաստանը։ Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, երկու երկրների ղեկավարների միջև գոյություն ունի վստահության բարձր մակարդակ։ Մենք ուրախ ենք ապաշրջափակման ու Հայաստանի զարգացման ուղղությամբ դրական քայլերի համար։ Հայաստանը կարող է կարևոր դերակատարություն ունենալ։ Հենց հյուսիս-հարավ միջանցքը կարող է երկու ճյուղ ունենալ Հայաստանում, մեկը Պարսից ծոցից եւ Օմանից դեպի Ռուսաստան եւ Հնդկաստան ճյուղը, եւ հաջորդը Օմանից մինչեւ Սև ծով։ Ինչ վերաբերում է Ամերիկայի հետ ձեռք բերված համաձայնությանը, մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք մեր հայ գործընկերներին ասել ենք, որ մենք ձեզ վստահում ենք, սակայն մենք մի Ամերիկայի հետ գործ ունենք, իսկ ես ձեզ պատմեցի, թե ինչ գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք մտահոգ ենք, որ Ամերիկան կարող է այս պրոյեկտը օգտագործել իր որոշակի անվտանգային քաղաքականությունը շարունակելու համար։ Մեր մտահոգությունները փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Նրանք մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Իրանի համար։ Մենք հուսով ենք, որ Իրանի մտահոգությունները կդիտարկվեն ու կփարատվեն։ Իսկ արդյոք փարատվել են հայաստանյան ընդդիմության մտահոգությունները, թե Թրամփի ուղին միջանցք կդառնա ամերիկյան արտոնյալ պայմաններով, մինչդեռ Հայաստանը կմնա շրջափակման մեջ, չկարողանալով անխոչնդոտ օգտվել Ադրբեջանի տարածքից։ Կարդացել եմ այն փաստաթուղթը համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է։ Եվ այս փաստաթուղթը կարդալով մեր մտահոգությունները ոչ միայն չեն փարատվել, այլ ավելի խորացել են։ Մասնավորապես, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց հայ-ադրբեջանական փաստաթուղթը, որ այս իշխանությունները փորձում են ներկայացնել որպես եռակողմ փաստաթուղթ, մենք ինչ ասեցինք, ասենք լավ, եթե բացվում է ճանապարհը, միջանցքը, Ադրբեջանը կապվում է Նախիջևանի հետ, բայց Հայաստանի ապաշրջափակման խնդիրը այս փաստաթղթով չի լուծվում եւ ստեղ եթե դուք նայեք, որևէ ակնարկ չկա նրանով, որ Հայաստանի ապաշրջափակումը վերացում է։ Կար հստակ որոշակիություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ անցման իրավունք, Հայաստանը ստանում է ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ։ Երբես այս վերջի 2-3 ամիսը Հայաստանը Ադրբեջանի միջով սկսեց ստանալ ծորեն, մի քիչ մի բուր, մեծամասամբ 4-րդ կարգի եւ բենզին, լավ, մասնակի տրանզիտի իրավունք է տրամադրվել Հայաստանին, որովհետեւ դուք տեսնում եք Հայաստանը միայն ներմուծում է, ոչի բան չի արտանում։ Ստեղ եկավ են ինչ որ ասում են, որ Հայաստանը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ մի բան ներմուծել։ Մի նախադասություն կա, որը ըստ ումա բոլոր նման մտահոգությունները փարատում է, ասում է սահմանային եւ մաքսային ծառայությունների Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը անքննարկելի եւ բացարձակ է սահմանային եւ մաքսային հսկողության վրա։ Ես կարծում եմ, այս նախադասությունը ամբողջությամբ այդ մտահոգությունը, եթե դա մտահոգություն էր, լուծելու է, բայց նաեւ այստեղ գիտեք ինչ հարց կա։ Հարց կա, քանի որ սա հիմնականում սա միջազգային տրանզիտ երթուղու մաս է։ Այստեղ շատ կարևոր է այդ երթուղու արագությունը եւ արդյունավետությունը եւ այս տեսանկյունից է, որ անընդհատ մենք խոսել եւ նաեւ այս նախագծով այս փաստաթղթով երևում է, որ մենք
այսինքն TRIP զարգացման ընկերությունը փորձելու է հնարավորինս արագ եւ արդյունավետ անցում ապահովել Հայաստանի տարածքում եւ դրա համար է նաեւ նախատեսված front office, back office աշխատանքի այս տարբերակը նորամուծությունը, որը չկա Հայաստանի մյուս սահմանային ենթակառուցվածքներում։ Թուրքիայի պետական Անադոլու գործակալությունը հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան անցակետում աշխատանքներն 90%-ով ավարտված են, կառուցվել են սահմանապահ եւ մաքսային շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր ու հարակից շրջաններ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, լուրերին կարող եք հետևել նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ հաղորդման երկրորդ մասում դիտեք։ Իրանից նոր տվյալներ են ստացվում զոհերի մասին, 2600 սպանված, Թրամփը կրկին խոստանում է միջամտել։ Իրանի դեսպանը քննադատել է Հայաստանի իշխանություններին Երևանում իրանցիների ցույցերը թույլ տալու համար։ Մայրաթորը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում դատապարտել է վարչապետին միացած 10 եպիսկոպոսների գործողություններն ու բարձրաձայնել ճնշումների մասին։ Իրանը շարունակում է գլխավորել միջազգային լրահոսը, զոհերի թիվն աճում է տարբեր հաշվարկներով 2-ից 3000 մարդ է սպանվել, ինտերնետը դեռ չի վերականգնվել, Միացյալ Նահանգները որևէ ձևով կմիջամտի, ինչպես խոստացել էր նախագահ Թրամփը, երբ դեռ այսքան զոհերի մասին հայտնի չէր։ Իրանում հակակառավարական ցույցերի զոհերի թիվը հասել է մոտ 2600-ի, հայտնում են իրավապաշտպան կազմակերպությունները, զգուշացնելով, որ այն դեռ կարող է աճել։ Կան նաև շատ վիրավորներ, սակայն կոնկրետ տվյալներ չեն հաղորդվում։ Ցույցերի ընթացքում ըստ նույն աղբյուրների ձերբակալվել է ավելի քան 18400 մարդ։ Պաշտոնական Թեհրանը շարունակում է չհրապարակել զոհերի ու ձերբակալվածների թիվը։ Այսօր էլ Երևանում հրավիրած ասուլիսում Հայաստանում Իրանի դեսպանը մի քանի անգամ խուսափեց զոհերի թիվը նշել, միայն հաստատելով, որ սպանվածներ կան եւ խաղաղ բնակիչների, եւ զինված ուժերի, եւ ինչպես պնդեց իրանցի դիվանագետը, մեջբերում եմ ահաբեկիչների շրջանում։ Իրանում երեկվանից մասամբ վերականգնվել է հեռախոսակապը, սակայն ինտերնետը դեռ չկա։ Այն 6 օր առաջ էին իշխանություններն անջատել տնտեսական դժվարությունների պատճառով բռնկված եւ վերջին տարիների թերևս ամենազանգվածային բողոքի ալիքը ճնշելու շրջանակում։ BBC-ի փոխանցմամբ Թեհրանում եւ Քարաջում մեծ թվով անվտանգության ուժեր կան, տնտեսվարողները դժվարությունների են բախվում ինտերնետի բացակայության պատճառով։ Իշխանություններն էլ պատասխանում են, չգիտեն երբ այն կվերականգնվի։ Այս պայմաններում Ֆրանսիան դիտարկում է արբանյակային կապի տերմինալներ Իրան ուղարկելու հարցը։ Չնայած ցուցարարները պատմել էին, որ զանգվածային սպանություններից հետո մարդիկ վախենում են դուրս գալ փողոց, ԱՄՆ նախագահն իրանցիներին կոչ է արել շարունակել ցույցերը, նշելով, որ օգնությունը ճանապարհին է։ Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ցույցեր անել, զավթեք ձեր հաստատությունները, օգնությունը ճանապարհին է, սոցցանցում գրել է նա, չնշելով, թե ինչ օգնություն նկատի ունի։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ չէր բացառել ռազմական միջամտությունը, երեկ էլ 25% մաքսատուրք սահմանեց երկրների համար, որոնք առևտուր կանեն Իրանի հետ։ Ավելի ուշ Թրամփն իրանցիներին կոչ է արել հիշել մեջբերում եմ մարդասպանների եւ բռնարարների անունները, քանզի նրանք շատ մեծ գին կվճարեն։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումները, մինչև չդադարեն ցուցարարների սպանությունները։ Իրանը եւս հաստատել է, որ Վաշինգտոն-Թեհրան ուղիղ հաղորդակցությունը կասեցվել է։ Երեք հաղորդվել էր, որ ձերբակալված ցուցարարներից 26-ամյա Էրֆան Սոլթանիին այսօր մահապատժ են ենթարկելու։ Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում շատ կոշտ գործողություններ է խոստացել, եթե Իրանը սկսի կախաղան հանել ցուցարարներին։ Չեմ լսել կախահանների մասին, բայց եթե նրանք կախահան հանեն ցուցարարներին, դուք ինչ-որ գործողություններ կտեսնեք։ Մենք կոշտ քայլերի կդիմենք, եթե նրանք այդպիսի բան անեն։ Թրամփը նաև նշել է, երբ զոհերի մասին ստույգ տվյալներ ստանան, կգործեն համապատասխանաբար։ Վերջին 3 տարում Իրանում առնվազն 12 ցուցարար է կախաղան հանվել։ Իրանի Գերագույն դատարանի նախագահը պահանջել է ցուցարարների դատավարությունն արագացնել։ Մենք պետք է արագ գործենք, եթե ուզում ենք ինչ-որ բան անել։ Նույնիսկ եթե անենք նույնը, բայց մի քանի ամսից դա նույն ազդեցությունը չի ունենա։
դա այդքան արդյունավետ չի լինի։ Իրանի արտգործնախարարն արձագանքել է Թրամփին, հայտարարելով, որ մեջբերում եմ ամերիկացի պաշտոնյաների սադրիչ հայտարարությունները միջամտություն են երկրի ներքին գործերին։ Աբբաս Արաղչին վստահեցրել է, Իրանը պատրաստ է պաշտպանվել մեջբերում եմ չարից եւ արտաքին միջամտությունից։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ կազմակերպության գլխավոր քարտուղարին հղած նամակում Թրամփին մեղադրել է անկարգությունները խրախուսելու, բռնություն հրահրելու եւ Իրանի ինքնիշխանությանն ու ազգային անվտանգությանը սպառնալու համար։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատարն էլ հայտարարել է, որ Իսրայելի հետ անցած տարվա պատերազմից ի վեր Իրանի հրթիռային պաշարները մեծացել են։ Մենք մեր պատրաստության գագաթնակետին ենք, ասել է Մաջիդ Մուսավին։ Իրանը հարևաններին զգուշացրել է, որ կհարվածի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին։ ԱՄՆ-ն, որը ռազմաբազաներ ունի Մերձավոր Արևելյան առնվազն 8 երկրում, մի քանիսից, այդ թվում Կատարի բազայից դուրս է հանում անձնակազմը, հայտնում է Reuters-ը։ Ու մինչ Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին ու սպառնում, ամերիկյան Axios-ը հայտնում է, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը Իրանում ցույցեր է քննարկելու համար շաբաթավերջին գաղտնի հանդիպել է Իրանի վերջին շահի հտարանդի որդի Ռեզա Փահլավիի հետ, որը շատերի համակրանքն է վայելում եւ այս օրերին իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց։ Ըստ աղբյուրի, սա Իրանի ընդդիմության եւ ԱՄՆ վարչակազմի բարձր մակարդակով առաջին հանդիպումն է։ Փահլավին Fox News-ի զրույցում ասել է, որ կապի մեջ են ընդդիմության հետ իշխանության փոխանցումը նախապատրաստելու համար, եթե ռեժիմը փլուզվի։ Ընդդիմադիրները պատրաստ են միջամտել, ասել է նա, ամերիկացի օրենսդիրներին կոչ անելով աջակցել նրանց։ Հասել ենք այն կետին, երբ մարդիկ հոգնել են այս ռեժիմից, ցանկանում են ազատագրվել։ Նրանց պահանջը բախվում է ռեժիմի ամենադաժան արձագանքին, որը պատերազմում է իր քաղաքացիների դեմ։ Մի թողեք մեզ ճակատագրիկ մահաճույքին, փորձելով բանակցել կամ հանդարտեցնել ռեժիմին, որը 47 տարի դաժան է վարվել մեր երկրի հետ։ Do not throw us under the bus by trying to negotiate or appease a regime that for 47 years has brutalized our nation. Չինաստանը հայտարարել է, որ դեմ է Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտության։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ ասել է, որ Մոսկվան կշարունակի Թեհրանի հետ համագործակցությունը, չնայած ԱՄՆ-ի մեջբերում եմ անվստահելի վարքագծին։ Իրանի դեսպանն այսօր դժգոհել է օրեր շարունակ Հայաստանում անցկացվող ցույցերից, իրանցիները հավաքվում են Երևանում իրենց դեսպանատան դիմաց, պահանջելով դադարեցնել արյունահեղությունը։ Իհարկե շատերն էին սպասում, որ Իրանում անկայունություն կստեղծվի ու անջատողական որոշ ուժեր ակտիվանան, եւ այսպիսով Իրանը մասնատեն։ Սրան հետամուտ էին իսրայելցիները, իհարկե դա նրանց երբեք չի հաջողվի, սակայն Աստված մի արասցե, եթե որևէ հաջողության հասան, ապա կարող եմ ասել, որ Հայաստանը եւս պարտվողների թվում է լինելու։ Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, նրանք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս եւ ի հեճուկս Հայաստանի պատկան մարմինների մեր բողոքի այդ գործընթացը շարունակվում է։ Երեկոյան Թեհրանից Երևան օդանավ է ժամանել ինտերնետի բացակայության պատճառով սա եզակի հնարավորություն է տեղացիներից լուրեր ստանալու, ինչը հիմա կատարվում Իրանում։ Ինտերնետի կապը անջատված է, հեռախոսի կապը անջատված է, վիճակը լավ վիճակ չի, լարված վիճակ է, ահավոր վիճակ։ Ցույցեր ալնում, ցույցերի մեջ էլ մարդասպանություն ալնում, ահավոր վիճակ է։ 12 հատ էլ հայ մահացի, որ այսօր առաջի երեխայի թաղումն էր։ Որտեղից տեղեկությունները Մենք հայերում ունենք այդ խումբը, որ լուրը տալիս է։ 3-4 հատը մեր թաղից է էլի, որ մահացել են Թեհրան։ Իսկ փողոցները մարդաշատ են, ցույցերը շարունակ։ Հայերի թաղամասը բան չենք տեսնում մենք։ Հայերի թաղամասը խաղաղ է։ Այս պարսիկների թաղամասը չի։ Is government very dangerous and Խնդիրը կառավարությունն է, շատ վտանգավոր է։ Մարդիկ են մահանում եւ կառավարությունը բնավ չի օգնում մարդկանց։ Շատ ծանր ժամանակներ են եւ շատ տխուր է, որովհետեւ իմ ժողովուրդը շատ համբերատար է։ Մենք չունենք ինտերնետ, չունենք հեռախոսակապ եւ SMS գրելու հնարավորություն։ phone and message. I'm a traveler from Australia to Iran. Ես Ավստրալիայից Իրան էի գնացել ծնողներիս ու ընտանիքիս տեսնելու, բայց մենք արգելափակվեցինք այնտեղ Իրանում տիրող իրավիճակի պատճառով։ Հետո քանի որ ինտերնետը անջատվեց, ես չկարողացա կապ հաստատել Ավստրալիայում գտնվող իմ գործընկերների հետ եւ թռիչքներ ամրագրել։ Ուստի որոշեցի գալ Հայաստան եւ թռչել Հայաստանից։ Իսկ ինչ եք տեսել այնտեղ։ I mostly stayed at home.
Ես հիմնականում տանն էի մնում, դուրս չէի գալիս իրավիճակի պատճառով, այո։ Եվ ինչպես ասացի, քանի որ ես այնտեղ հյուր էի, աշխատում էի փողոց դուրս չգալ եւ տեսնել, թե ինչ է իրականում կատարվում։ Բայց կարծում եմ, որ Իրանում մեծ խնդիր կար, իսկապես շատ մեծ խնդիր։ I think there was a big issue in Iran, really big issue, yeah. In Iran the situation is very bad. Իրանում իրավիճակը շատ վատ է։ Մարդիկ նաև կապի միջոց չունեն, կտրված են իրարից։ Օրինակ ես Հայաստանում եմ ապրում, իսկ մայրս Իրանում, ու մենք չէինք կարողանում իրար հետ խոսել։ Իսկ ինչ է տեսել ձեր մայրը։ She had listened to Ասում է դա պատերազմի նման էր, նա հրաձգության ձայն է լսել, նրա ընկերներից մեկը սպանվել է, ասում է շատերը աչքերն են կորցրել, շատ մարդկանց են ձերբակալել։ Իսկ ձեր մայրը անվտանգության կատարումներով է եկել Հայաստան։ Yes, because she couldn't talk to me and she was afraid. Այո, նա վախենում էր, բայց չէր կարող հետս խոսել, բայց հայրս ու եղբայրներս մնացել են Իրանում, չեն կարողացել թռչել։ Այլ թեմաներ չէր Մարել աղմուկը ազգային ժողովում ճոխ պարգևատրումների շուրջ, երբ հայտնի դարձավ, որ միլիոնների հավելավճարներից զերծ չեն մնացել նաև կառավարությունում նախարարների ստացած գումարը շատ ավելի մեծ է, 6-ից 7 միլիոն դրամի մասին է խոսվում։ 3.5 միլիարդ դրամի պարգևավճար պետական համակարգին։ Տարեվերջին Փաշինյանի կառավարությունը պարգևատրել է 16 պետական կառույցների աշխատողներին, այն անվանել խրախուսում, սահմանել դրա կարգը, բայց չի հանրայնացրել բարձրաստիճան պաշտոնյաներին տված գումարների կոնկրետ չափը։ 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը որպես լավ աշխատանքի արդյունք ստացել է մոտ 7 միլիոն դրամ, այսինքն մոտ $18,000։ Խոր դատախազի տեղակալի պաշտոնից հետո երբ նշանակվեցի նախարարի պաշտոնում, իմ աշխատավարձը տարբերվում էր ինձ համար անբարենպաստ տեսանկյունից, որովհետև ուղղակի իջեցվել էր։ Ի տարբերություն Գալյանի 6-անիշ թվերով խրախուսված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ու ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը գաղտնի են պահում գումարի չափը։ Կհայտարարագրենք, կիմանաք։ Այնինչ հայտարարագրման համակարգը թույլ չի տալիս իմանալ, թե կոնկրետ 1 ամսվա ընթացքում պաշտոնատար անձի ստացած աշխատավարձը որքան է։ Հայտարարագրում ներկայացվում է տարեկան եկամուտների, այդ թվում վարձատրության չափը։ Թե ես ինչքան եմ ստացել, դա անձնական տվյալ է, խնդրում եմ հարգանքով վերաբերվել անձնական հայտարարելու եմ սահմանված ժամկետում կհայտարարեմ ինչ որ իմաստով անձնական տվյալ է, բայց դա հրապարակվում է եւ այնտեղ գրվում է աշխատավարձ այսքան դրամ եւ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանում, որտեղ 5-ից 1-ը աղքատ է, որքանով են արդյունավետ նման խրախուսումները։ Բարձրաստիճան պաշտոնյաները համոզված են, դա անհրաժեշտություն է ու արվում է պետական համակարգում պրոֆեսիոնալներին պահելու համար։ Ազատության տվյալներով մի քանի միլիոնանոց պարգևավճար ստացել են, բարձրաստիճանները շարքային աշխատողների ստացածը 1 ամսվա ամբողջական աշխատավարձից էլ քիչ է եղել։ Կառավարությունը կարող էր գնալ շատ ավելի ռադիկալ որոշման եւ ապագայում կարծում եմ, որ պետք է գնա այդ ճանապարհով, որ վերանայի պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության համապատասխան գործակիցները, բայց քանի որ դա կլիներ տևական process, այս պահին որոշում է կայացվել կառավարության կատարողականի, այսինքն աշխատանքների իրականացման ծավալի հիման վրա որոշակի տոկոսային հարաբերությամբ տրամադրել համապատասխան պարգևավճարներ։ Ինչու նույն ոգևորությամբ կառավարությունը չի բարձրացնում թոշակները։ Ես էլ ասում եմ, ոչ, խոստացել ենք, արել ենք եւ արել ենք բաներ, որոնք նույնիսկ չենք էլ խոստացել։ Շատ բաներ են կարել, օրինակ հետվճարի ինստիտուտի մասին խոսակցություն չի եղել, բայց այդ քեշբեքը այսօր կարողանում են ստանալ, քեշբեքի տոկոսը մեծացվել է, որը փաստացի կրկին բերել է թոշակների բարձրացման։ Թոշակներն անուղղակի բարձրացրել են, բայց աշխատավարձերը ցածր են։ Իր մոտ 7 միլիոն պարգևավճարի մասին որոշումը նախարարն արդարացնում է պետական ապարատի ցածր վարձատրությամբ։ Ընդ որում Գալյանի ստացած 7 միլիոն դրամը մեկ թոշակառուի մոտ 11 տարվա թոշակն է։ Բայց վերջերս նախարարը լրագրողներին պարզաբանել էր, թե ինչպես է գնել իր $100,000 բնակարանը, լավ է սովորել, լավ աշխատանք ունի, ասել էր 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գալյանը։ Լավ եմ սովորել ժամանակին եւ ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավականին լավ, ինչը հնարավորություն է ինձ տալիս վերցնել վարկ եւ մարել վարկը։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, հայտարարում էր վարչապետն ամիսներ առաջ։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում խոսում էր գիտելիքի պակասից, այդ թվում կառավարությունում։ Գիտելիքի պակասը եւ կրթությունը այդ նույնը վերաբերվում է հավասարապես եւ անհատին եւ կառավարությանը եւ պետական պաշտոնյային։ Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պետք է մտածենք։
Եթե կառավարությունն ընդունում է գիտելիքի եւ պրոֆեսիոնալիզմի պակասը, ապա ինչու է նույն կազմին տարեվերջին բազմամիլիոնանոց պարգևներ շնորհում։ Նույն վարչապետն ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ արդեն իր կաբինետը ստացել էր միլիոնանոց պարգևավճարները, արդարացրել էր այսպես կոչված 13-րդ աշխատավարձը, ավելին լրագրողներին հորդորել անդրադառնալ օրինակ հեծում ժամանակին տրված պարգևավճարներին։ Կառավարությունը մեկը 1000 դրամ պարգևավճար է ստանում, ամիսներով գրվում է դրա մասին։ Սա քաղաքական կոռուպցիա է։ Ազատության էջրույցում կառավարության այս քայլն է գնահատում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը։ Քաղաքական կոռուպցիան դրանում նա որ նախընտրական տարի է եւ պետք է լոյալություն ապահովի, որ դայն է ստանան ընտրություններին։ Հոկտանյանն ընդգծում է, ավելի քան 3 միլիարդ գումարը կառավարությունը կարող էր ուղղել այլ ոլորտների, որոնց զարգացմամբ հնարավորություն կլիներ նաև բարձրացնել թոշակները։ Չեն գնացել այդ քայլին ընտրություններին ընդառաջ, որ շռայլ պարգևատրված պաշտոնյաները ձայներ ապահովեն իշխող թիմի համար։ Ադրբեջանական բենզինի վաճառքից հետո գներն իջեցրել են նաև այլ երկրներից վառելիքներ կրողները։ Ստացվում է արդյոք, որ բենզինի արհեստական բարձր գներ են սահմանվել։ Ադրբեջանական ավելի էժան բենզինի հայկական շուկա մուտք գործելուն զուգահեռ ներկրողից բացի վառելիք վաճառող մյուս խոշոր ընկերությունները եւս ավելի ցածր գներ են առաջարկում։ Եթե նոյեմբերին մինչ Ադրբեջանից առաջին խմբականակի մուտքը 1 լիտր ռեգուլյար բենզինը վաճառում էին 500-ից 510 դրամով, իսկ պրեմիումը 520-ից 550 դրամով, ապա այժմ ռեգուլյար տեսակը կարելի է ձեռք բերել 460-ից 470 դրամով, իսկ պրեմիումը 480-ից 490-ով։ Եթե հնարավոր էր միանգամից 30-ից 70 դրամով էժանացնել բենզինն, ինչու ոլորտի խաղացողները, որոնց կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել, մինչ այս նման քայլի չէին դիմում։ Արդյոք սա չի նշանակում, որ ավելի բարձր գինը առնվազն այդ տարբերությունն արդարացված չէր եւ բիզնեսները պարզապես գերեկամուտներ էին ստանում։ Մեկ տարում Հայաստանն ավելի քան 200,000 տոննա բենզին է ներկրում։ Հաշվենք, եթե 1 լիտրը էժանացել է միջինը 40 դրամով, ապա տարվա ընթացքում տարբերությունն անցնում է 20 միլիոն դոլարը։ Եթե բենզինը չեժանանար, հայաստանցիներն ընդհանուր առմամբ տարեկան առնվազն այսքան գումար էին կորցնելու միայն վառելիք գնելու համար։ Արդյոք սա թալան չէ, դեռ որքան իջնելու տեղ ունեն ընկերությունները։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որի ղեկավարած կառույցը փաստել էր ոլորտը վերահսկող խոշոր ընկերությունները հակամրցակցային քայլերի են դիմում, այս պահին խնդիրներ չի տեսնում։ Ինքը անդադ գնի փոփոխության հարցը, բայց դուք ուզում եք որ ամեն դրա փոփոխման պարագայում մենք այս 4 տնտեսվար կամ 5 տնտեսվար գործ հարուցենք, տանենք, այդ չի, բայց ինչի անենք այդ։ Ադրբեջանական ավելի էժան վառելիքը վաճառում է իշխանական падգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքի բիզնես կոնցերնի մաս կազմող Run Oil ընկերությունը։ Մյուս խոշորներն են CPS Energy Group-ը, Flash-ն ու Max Oil-ը։ Ըստ մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի 2022-ից սկսած ավելի քան 2.5 տարի շարունակ նրանք բենզինի գները ձայն-ձայնի տված փոխել են։ Գները բարձրացրել են նույնիսկ այն դեպքում, երբ ինքնարժեքն իրականում նվազել է։ Այս գործողությունների համար կառույցը որոշել է բենզինի շուկայի խոշոր խաղացողներին տուգանել ընդհանուր 2.8 միլիոն դոլարով։ Հենց այս հանձնաժողովը պետք է պայքարի մենաշնորհների դեմ։ Երբևիցե չեմ հիշում, չէ՞, որ ես հայտարարածնա, որ գիտեք, բանի հարցը մենք կարողացել ենք լուծել։ Ընդհակառակը մենք ասենք, որ այդ հարցը չենք կարողանում լուծել։ Նախագահ Գեղամ Գևորգյանը թեև ընդունում է, իրենց չի հաջողվել բենզինի շուկան մրցակցային դարձնել, սակայն խոշոր ընկերությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ չի տալիս։ Որտեղ են տնտեսվարները պետք է իրենց ապրանքը թանկով ձեռ բերած ապրանքը պետք է կարողանան վաճառեն եւ ստիպված սկսեցին ինչ-որ փոփոխությունների գնալ, այո, դա այդ ազդեցությունը նաեւ կա եւ միևնույն ժամանակ որոշակի հանգամանքներ են, իհարկե կա այդ ազդեցությունը, էլի եմ ասում, եթե վաղը 100,000 տոննա գա Ադրբեջանից 430 դրամով, 420 դրամով, այս մի տնտեսվա ստիպված է լինելու կամ մինուսով աշխատել կամ ինչ-որ մի բան ինքը նախաձեռնել։ Իհարկե այդ մրցակցություն դե ազդեցություն ունի։ Իր հայտարարություններում շատ ավելի կոշտ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա անգամ սպառնում է շուկան վերահսկողներին։ Երբ որ Հայաստանի սպառողները տասնամյակներով 10 տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամեն ինչի համար, ոչ մեկ բնականաբար այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տալ, չնայած ես համոզված եմ, որ Հայաստանում հիմնադրված եւ գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն,
համբերատար եւ բոլոր այս հարցերին կտրվի պատասխաններ։ Վարչապետը, որը նախկինում պնդում էր Հայաստանում մենաշնորհներ չկան, այսօր ընդունում է դրանց առկայությունը, մինչդեռ մենաշնորհների դեմ պայքարը հենց իր ղեկավարած թիմի գործն էր։ Նույն այս ընկերությունները շարունակել են աճել իր կառավարման գրեթե 8 տարիների ընթացքում։ Սեփական պատասխանատվության մասին Նիկոլ Փաշինյանը որևէ բառ չի ասում։ Այն մենաշնորհները, որոնց մի ծայրը Հայաստանում էր, մի ծայրը Հայաստանից դուրս, մեզ չէր հաջողվել այդ մենաշնորհերի այդ խնդիրները լուծել։ Եվ հիմա մեր բոլորի առաջ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհելը այդ բանի խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում է։ Մենաշնորհների դեմ պայքարը իշխանությունների գլխավոր խոստումներից է։ 2018-ին հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, պետք է բացառեն նման դեպքերը։ 8 տարի անց վարչապետը խոստովանում է, այս հարցում չեն հաջողել, ինչի հետևանքով Հայաստանի քաղաքացիները, ինչպես ինքն է ասում, տրիլիոններ են կորցրել։ Մայրաթորը Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է հրավիրել, դատապարտելով 10 եպիսկոպոսների միանալը վարչապետի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Էջմիածինն անընդունելի է համարում քաղաքականության մեջ եկեղեցու ներգրաված լինելու մեղադրանքը, ինչպես նաև տեղական ղեկավարների իրավապահ ուժային կառույցների մասնակցությամբ թեմակալ առաջնորդների կողմից եկեղեցականների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու սպառնալիքները։ Որոշվել է նախորդ տարեվերջին հրավիրված եւ հետաձգված եպիսկոպոսատ ժողովը կազմակերպել փետրվարին։ Այս թողարկմանն այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում կամ այցելեք մեր կայքը azatutun.am, կհանդիպենք։